աշխատանքային գործընթացը տվյալ վարչական մարմնում, երևի թե բան է, էլի, ինչ-որ զարգացում կա տեխնոլոգիական, որը մենք չենք հասկանում։ Հիմա այս պահին արդեն, Նարեկի ազգանունը Միրզոյը, իրավունքը արդեն խախտված է։ Այս մարդը արդեն պետք է իր պրոցեսը մանդատի ստանձնման սկսեր, որովհետև պետք է ունենար խմբակցությունը իր ձեռքում արձանագրությունը, որ դադարել են լիազորությունները մեկ ավականում, դրանով թափուր տեղի հանգամանքը կֆիքսվեր եւ ցուցակով հաջորդ համարը, որը Նարեկն է Միրզոյան, պետք է դառնար ավականի։ Եվ այս պայդրությամբ արդեն Նարեկին զրկել են իր տեղական ինքնակառավարմանը Գյումրու բնակչի քվեով մասնակցելու իրավունքից։ Ես պարզ ասեմ, որ գալիս էինք դեռ առավոտյան, երբ որ գալիս էինք ուղևորվում էինք Երևանից Գյումրի, շատ փոքր, բայց այնուամենայնիվ ինչ-որ 1-2% հավանականությամբ մտածում էինք կարող է ամեն դեպքում աշխատանքային անպուտություն է։ Ինչ-որ բան ճիշտ չեն արել, ինչ-որ բան չեն հասցրել, ինչ-որ բան սխալ է գնացել, լինում է մեր պետական մարմինները մեղմ ասած իդեալական չեն աշխատում։ Շատ քիչ, բայց այդ 1%-ը թողնում էինք։ Այս պահին կարող ենք արդեն 100% արձանագրել, որ ոչ մի պատահականություն չկա, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը իշխանությունների հետ համագործակցությամբ եւ թելադրանքով, բնականաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի հովանու ներքո, ըստ էության իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության խափանման աշխատանք։ Այս անգործությունը մեր կարծիքով նաև վաղը կարող է ունենալ քրեաիրավական գնահատական, որովհետև եթե սրա արդյունքում հետևանքներ են լինում, խմբակցությունը զրկվում է իր ավականու անդամից, ըստ էության տեղական ինքնակառավարումը խախտվում է, Գյումրու բնակչի քվեն խախտվում է այս միջամտության արդյունքում, մեր կարծիքով դա նաև հանցագործության հատկանիշները պարունակում։ Ու այս մենք այլ գործ ունենք, պարտավոր չենք գալ, չգիտեմ, երեք նիստը բացում ենք, այսօր չենք շարունակում, դիմեք կայքին, դիմեք լրատվական բաժին, այս դատարկ, փուչ, անհիմն, ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները որևէ հարց չեն լուծելու եւ պատասխանատվությունից որևէ մեկին չեն ազատելու։ Թող բոլորը իմանան, այդ թվում պարոն Ղազարյանը, այսինքն ընտրական հանձնաժողովի ղեկավարը Տիգրան Ղազարյանը, որ այսօրով չի վերջանում, ոչ մեր կյանքը, ոչ գործունեությունը իր, ոչ որևէ մեկիս գործը չի վերջանում։ Այսինքն դուք բողոք հարգելու եք, որ քրեական բարույթ մենք բոլոր իրավական մեխանիզմներով, ավականին նաև բնականաբար քաղաքական իր գործը անելու է։ Այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը Տիգրան Ղազարյանը իր անգործության համար պատասխան տալու է։ Մենք այսօր նորից եկել էինք իրան հնարավորություն տալու, որպեսզի ինքը ընդհանրապես իր գործառույթները անի։ Այդ գործառույթները մենք չենք որոշել։ Օրենսդիրն է որոշել, ասելով, որ 7 օրվա ընթացքում դու այս հարցը պետք է լուծես։ Սա իր ընտրությունը չի, ինքը չի կարող որոշի դա 8-րդ օրը անի կամ ընդհանրապես չանի։ Եվ սրա հետևանքները, երբ որ լինում են այսպիսին, այսինքն ուղղակի աշխատանքային անպուտություն չի, հա, ուղղակի աշխատանքային խնդրեմ չի։ Սրա հետևանքով խմբակցությունը ավականի է կորցնում։ Սրա հետևանքով Գյումրու բնակիչը չի հասնում իր ուզած տեղական ինքնակառավարմանը։ Այդ պատկերը չի ունենում։ Սա բերում է այն հետևանքներին, որ այո, մեր կարծիքով արդեն դառնում է հանցագործություն, այս անգործությունը։ Եվ նորից եմ կրկնում, սրա համար պատասխան է տալու յուրաքանչյուր ներգրավված մարդ, անկախ իր բերած այդ ճակերտների մեջ ինչ-որ պատճառաբանությունների։ Գուցե փորձենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ բարձրաբանում ստանալ։ Փորձենք, եթե ես ունեմ հանձնաժողովի անդամներից մեկի համարը, փորձենք իրենց խոսել, այ երևի։ Զանգել, եթե ասենք ուրիշ տարբերակ չկա, Երևանը չկա, ոնց որ պետական մարմինները այսօր սա ուրիշ տարբեր գործերի են, բայց ոնց է ստացվում։ Տիկին ունե, բարև ձեզ։ Վահեն Մակարյան մեդիա հաբից։ Հա, Վահեն ջան։ Տիկին ունե, մենք ուղիղ եթերում ենք գտնվում, ձեր ձայնը լսվում է, նկատի ունեցեք։
տեսախցիկների առաջ ենք, ուղղակի այլ տարբերակ չկա, դրա համար փորձեցինք նաև ձեր միջոցով պարզաբանում ստանալ։ Մենք Գյումրիում ենք գտնվում ընտրատարածքային հանձնաժողովում, թիվ 31 այստեղ։ Եվ այստեղ ավականու անդամի հետ կապված խնդիր արձանագրել, արձանագրությունը չեն կազմում, որպեսզի ավականու ցուցակով հաջորդ անդամին իրենք մանդատ տրամադրեն։ Դուք այստեղ որևէ մեկնաբանություն պարզաբանում կարող եք ներկայացնել, որովհետև Տիգրան Ղազարյանը, ով ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է, այստեղի ինքը մեր հարցերին չպատասխանեց։ Նաև դե չցանկացավ գալ այստեղ։ Իրենց գործառույթներին Վահե ջան, ես ճիշտն ասած չեմ իմանում ինչ պատասխանեմ, ինչի մասին է խոսքը։ Տեսեք այստեղ։ Կներեք, մի վարքյան կներեք։ Վահե ջան, դեղս հարմար չէր իմանալ։ Հա, տեսեք իրենց գործառույթն է, մենք էլ գիտենք, իրենք մեզ հորդորեցին դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ լրատվական բաժին, հա, իրենք Տիգրան Ղազարյան, հա, Տիգրան Ղազարյանը եւ այստեղ ավականու անդամները նաեւ մեր քաղաքը դաշինքից պնդում են, որ նիստ են հայտարարել, որը երկու անգամ տարբեր պատճառներով ձգձգել են, իրենց գնահատմամբ միտումնավոր, մի անգամ ասել են քվորում չկա, մի անգամ չեն եկել, չգիտեմ։ Վահե ջան, գիտեք, մենք Ու նիստը չեն էլ փակել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմում էր ստացվել, մենք դիմում էր ստացվել ԿՀ-ում եւ այդ դիմումի հետ կապված ընտրատարածքային հանձնաժողովից տեղեկացել էինք, որ ամսի 30-ին, եթե չեմ սխալում, նիստը քվորում չէր եղել եւ չէր կայացել նիստը, հրավիրել էին, քվորում չէր եղել։ Եվ եթե չեմ սխալվում, 3 նորից նիստ են հրավիրել, ամսի 30-ի նիստը տեղափոխել են, հետաձգել են, չեմ մանում, չեմ կարդացել էլ իրան։ Հիմա չեն անում, ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ նաև փաստաբանն է ներկա եւ եթե ուղիղ եթերին հետևում եք, չգիտեմ, տեսած կլինեք իր մեկնաբանությունները, կարող եք հետո նաև հետ տալ, տեսնել, որ փաստաբան Սոս Հակոբյանը մանրամասն ներկայացրեց, որ այստեղ լիազորությունները փոխեն։ Ինձ ժամանակ տաս, ես ուղղակի տեղս հարմար չի։ Մի 5 րոպեից մի հատ դուրս գամ, համել հասկանամ ընտրատարածքայինում ինչ խնդիր է, ես քեզ հետ կզանգեմ։ Խնդրում եմ գոնե կամ Տիգրան Ղազարյանին հորդորեք, թող ներկայանա աշխատավայր, սա էլ է իր աշխատավայրը եւ չէ, ինքը նաեւ այլ աշխատանքային վայր ունի, բայց հիմա մենք փորձում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաեւ աշխատակազմի միջոցով։ Շատ լավ, այստեղ որտեղ որևէ քայլ չեն ուզում ձեռնարկել, չենք ուզում, հարցերի պատասխան չեն կարողանում ստանալ։ Կարծում որ քայլ չեն ուզում ձեռնարկել, հիմա մի հատ Ինձ թվում է, որ դուք միջամտեք կձեռնարկեն։ Հա։ Էդ էլա գնում եթեր։ Հա, այս ամբողջը եթեր գնում է, ձեր ձեռնարկելը եւս։ Այդ ձեռնարկեք կգնա եթեր ամբողջությամբ։ Մնում է ձեռնարկեք։ Խնդիրն ինչումն է, հա։ Ահա, եղավ տիկինը, սպասում եմ։ Մի հարց։ Պարոն Հակոբյան, իրավաբանորեն իրավական նորմերով կանոնակարգված է ընթացակարգ, որ եթե ավականու անդամը դիմել է դատարան, որոշակի ժամանակով հետաձգեն մանդատի փոխանցումը։ Ինչքան տեղյակ եմ, նման իրավական կարգավորում չկա։ Նայեք, սա առհասարակ կոնկրետ արձանագրություն է, որը պետք է տրամադրի տվյալ մարմինը, ինքը վարչական ակտ չէ, իմ կարծիքով, իմ մեկնաբանությամբ, դա վարչական գործողություն է, ինքը հատուկ ինչ-որ իրավունք պարտականություն չի տրամադրում, այսինքն արտաքին ներգործության հանգամանք չկա, ինքը ուղղակի արձանագրություն է, որը տվյալ փուլում իրավիճակը արձանագրում է թափուր ավականու անդամի թափուր տեղի առկայության, որի հիման վրա արդեն համալրվում է։ Այսինքն դատարանը վարույթ ընդունելով այդ անվավերության պահանջը ըստ իս վարչական ակտին հատուկ կասեցման հանգամանքը չպիտի աշխատի, բայց կա մեկ այլ հնարավորություն, որին ես կարծում եմ, եթե դիմել են կամ կդիմեն,
հայցի ապահովման միջոցներ ներկայացնելու եւ հիմա չստացվի ես հուշում եմ բնականաբար իշխանությունն է իրանց հուշում եւ իրանք էլ ունեն իրավաբաններ, գիտեն ոնց է աշխատում համակարգը եւ ժամանակավոր բավարարում պահանջեն պահանջի, այսինքն հիմնական հայցի առարկայի ժամանակավոր բավարարում մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Տեխնիկապես դա հնարավոր է դատարանից պահանջել եւ ստեղ արդեն կմնա հարցը, թե դատարանը ինչ որոշում կկայացնի։ Ես գտնում եմ, որ տվյալ դեպքում անթույլատրելի է որևէ հայցի ապահովում բավարարելը, որովհետեւ չի կարող որևէ դատավոր իր գործունեությամբ արգելափակել տեղական ինքնակառավարումը, չի կարող ուղղակի տապալել տեղական ինքնակառավարումը դատական ակտով, ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, երբ հիշում եք, որ առաջին նիստը արգելել էին գումարել դատարանները, այսինքն Լուսավոր Հայաստան հայտնի կուսակցությունը դիմել էր դատարան, հա, եւ ժամանակավոր խնդրել էին ժամանակավորապես բավարարել իրանց պահանջը, դատարանը դա հաստատել էր, մի քանի տարի հետո վերջնական դատական ակտով միջև վճռաբեկ դատան, բոլորը մերժվել է, այդ սխալը հաստատվել է, բայց արդյունքում ունեցել ենք այն, որ այդ առաջին նիստը շատ զավեշտալի է եւ եթե լացելու չէ, հա, որ Վանաձոր քաղաքում ընտրություններից հետո առաջին նիստ չի եղել։ Հեսա ընտրությունների հաջորդ ընտրությունների ժամկետն է գալիս, մինչև հիմա առաջին նիստ չի եղել Վանաձորում։ Այս է պատկերը։ Այս ինչ կենտրոնական իշխանությունների եւ իրենց սատելիտ մնացած օղակների։ Հիմա այդ տրամաբանությունը եթե տեղափոխենք մեր միջավայր, մեր այս կանխատեսումները, այսինքն ամեն ինչ որ անում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, մեր կանխատեսումներին ջուր լցնելն է։ Հասկանում եք, փոխանակ գաս տեղ, ասի որ չէ, սխալ եք, չափազանցնում եք, ինչ որ, չգիտեմ, փորձում եք ուղղակի աղմուկ անել մենք մեր գործանում։ Գար այդ ամեն ինչ ասեր, ասեր էս ձեր արձանագրությունը, բարի ձեզ օր, ինձ էլ գնամ այն երկրորդ, երրորդ աշխատանքներս կատարելու։ Պարոն Հակոբյան, բայց ոչ, այդ ճանապարհը էս է ընտրել։ Դե էս է ընտրել։ Քիչ առաջ դուք տեսնում եք, ես զանգարեցի, խոսում ենք Նունե Հովհաննիսյանի հետ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից, նա խոստացավ ծանոթանալ իրավիճակին, ասել, բայց ասաց, որ իրենք դիմում ստացել են նմանատիպ եւ ինքն էլ ասաց, որ սա փաստորեն ընտրատարածքային հանձնաժողովի դիազորությունների շրջանակներում է, հավանաբար երևի զարմացավ, որ ընտրատարածքայինից չեն պատասխանել մեր հարցերին, խոստացավ կապ հաստատել։ Ես քանի որ Տիգրան Ղազարյանը մեզ ուղղորդում էր, այսպես ասած, դիմել նաև ԿԸՀ-ի լրատվական, ես հիմա փորձեմ լրատվականի մեր գործընկերոջներ զանգահել, փորձենք տեսնենք իրենցից ինչ կարող ենք ստանալ, հա։ Շատ լավ, սպասենք հույս ունենանք հանձնաժողովի անդամը որևէ միջոց կձեռնարկի։ Սեդա ջան, ալո։ Ալո։ Սեդա ջան, ողջույն։ Ողջույն։ Ուսանեմ ուղիղ եթերում չեմ, հա։ Չէ, ուղիղ եթերում եք, մենք էլ դուք էլ, մենք քիչ առաջ զրուցում ենք Տիգրան Ղազարյանի հետ, ինքը հորդորեց զանգել կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական մամուլի ծառայություն, նաև մենք քիչ առաջ զրուցել ենք, եթե մեր լայվին հետևում եք կամ կարող եք հետո հետևել, զրուցում ենք ԿԸՀ անդամներից Նունե Հովհաննիսյանի հետ։ Կապը գնաց։ Ասեք ո՞ր զանգան։ Արդեն ավանդույթ է Հայաստանի Հանրապետությունում, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որ պետական մարմինները օրենքով իրանց վերապահված գործառույթները կատարեն, պետք է լրատվամիջոցներով, իրավական մեխանիզմներով փորձես հետամուտ լինել։ Ինքնահոսով ոչ մի բան չի աշխատում։ Կապը ընդհատվեց, հավանաբար երևի մամուլի պատասխանատուին զանգ եկավ կամ չգիտեմ։ Հիմա կփորձենք նորից քիչ անց զրուցել։ Եվ մի հատ էլ սենց հանգամանք կա։ Ուրեմն օրենքում, որ գրած է, պետական մարմինը ինչ-որ բան պետք է անի, այսինքն օրինակ գրած է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է արձանագրություն կազմի։ Դա պարտադիր վարքագծի կանոն է։ Չի կարա պետական ծառայողը ինչ-որ պատճառաբանություններ մտածի,
Այսօր աշխատանքի եմ, այսօր չգիտեմ էսի են չի, այսօր հարմար չի, երրորդ օրը ինչ որ առիթի եմ, չորրորդ օրը վատ առիթի եմ կամ լավ առիթի եմ, ինչ ուզում ա լինի, այդ օրենքը, այդ նորմատիվ իրավական ակտը գրված է, որպես պարտադիր վարքագծի կանոն։ Եվ դարել է սովորություն, չգիտեմ, ընտրական հանձնաժողովն է, ոստիկանությունն է հաճախ այդ հնարքին դիմում, այդ ապօրինի հակաիրավական հնարքին, որոնք մարդուն ասում ես սևը սպիտակի վրա գրված է օրենք, նորմատիվ կանոն, հետևի սրան կամ ինչու չես հետևում սրան, ասում են դիմեք մեր լրատվական բաժնին։ Ասենք դա պատասխան է քաղաքացուն կամ իրավունքի իրացման հայցող անձին։ Ինչ արժանանում դիմեք լրատվական բաժին։ Լրատվական բաժնի տեղը բոլորս է գիտենք, լրատվամիջոցները այլ մամուլի հետ մամուլում աշխատող, հա, տարբեր քաղաքական միավորների ուղղակները լավ գիտեն, աշխատում են այդ լրատվական ծառայությունների հետ։ Հարցումները ուղարկելուց գուցե իրանց հետ են այդ ամեն ինչը համակարգում։ Բայց իրանք են պատասխանատու իրենց գործառույթների իրականացման համար։ Եվ իրանք կրելու են պատասխանը, ոչ թե իրենց լրատվական բաժինն է կրելու, այլ իրանք են կրելու դա չանելու համար։ Ու քաղաքացուն նաև պարզաբանում չտվյալ դեպքում քաղաքական ուժին, որը ներկայացնում է բազմահազար քվեներ տրամադրած, վստահություն տրամադրած գյումրեցիներին։ Խմբակցությունը ի վերջո չի ձևավորվել, որովհետև ավականու անդամները ուղղակի որոշել են գալ դառնալ ավականու անդամ։ Ոչ, որովհետև դաշինքը ստացել է բազմահազար, մի քանի հազար գյումրեցու վստահություն։ Եվ այդ վստահությունը նշանակում է, որ խախտվում է բոլոր գյումրեցիների եւ քվեարկած եւ չքվեարկած գյումրեցիների վստահության քաղաքական իրավունքները իշխանություն ձևավորելու։ Տեղական իշխանություն ձևավորելու քաղաքական իրավունքը այսօր Գյումրեցուց, Գյումրի համայնքի բնակչից խլում են։ Ինչպես խլեցին Վանաձորում, ինչպես տարբեր Հայաստանի Հանրապետության մարզերում, այդ թվում նաև ինչու՞ չէ Երևան քաղաքում իշխանությունները չստանալով մեծամասնության քվե ոչ մի բանի առաջ չեն կանգնում, որպեսզի այդ իշխանությունը ուզուրպացնեն, այլ գնահատական սրան ուղղակի տալ հնարավոր չէ։ Մեկ Սեյդա ջան, հարմար է խոսել հիմա։ Զուգահեռ զանգեր գալիս է։ Հա, զգացի։ Հիմա մենք ուղիղ եթերում ենք խնդրենք նաև որպես մամուլի պատասխանատու ձեզանից էլ մի երկու հարցի պատասխան ստանալ, թե նախ ինչ կարող եք ասել, ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը, որովհետև Գյումրու ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը մեր հարցերին չի պատասխանում, տարածքում էլ չէ, այլ աշխատավայրում է գտնվում եւ կեսից անջատեց, նաեւ հորդորելով ձեզ դիմել։ Հիմա կարող եք ասել, այստեղ ինչու չեն տրամադրում ավականու ցուցակում ընդգրկված հաջորդ անդամի մանդատը, ինչու չի կազմում արձանագրությունը ընտրատարածքային հանձնաժողովը։ Տրամադրում ձեր հարցը, այսինքն նա ինչի հաջորդ տեխնացուին չեն տրամադրում մանդատ, որովհետև այս պահին չկա արձանագրություն այն, որ ավականու համապատասխան անդամը հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Երբ որ քաղաքապետից ստացել են գրություն այն, որ համապատասխան անդամը ցանկացել է մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը օրենքով նախատեսված կարգով որոշել են, որ պետք է մի քանի աշխատանքային օրվա ընթացքում այդ օրակարգով նիստ հրավիրեր եւ հիշեցնեմ, որ այդ օրերին նաեւ ոչ աշխատանքային օրեր էին, ապրիլի 24-ին էր, եթե ճիշտ եմ հիշում, որ այդ գրությունը ստացել էին եւ դրանից 2 օր անց իրենք պետք է այդ օրակարգով նիստ հրավիրեին։ Սակայն այդ օրակարգով նիստին հրավիրելուն զուգահեռ իրենք ստանում են քաղաքապետից գրություն այն, որ համապատասխան անդամը մանդատից հրաժարվելու դիմում այլևս չի ներկայացրել, այսինքն ցանկանում է հետ վերցնել իր դիմումը։ Դա է խնդիրը, որ իրենք չեն կազմել արձանագրություն այն, որ այդ անդամի լիազորությունները դադարել են։ Քանի որ դա կարող են իրականացնել 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեսեք, մեզ հետ իրենք դիմել են, կարող եմ ավարտել այս պատմությունը։ Իրենք դիմել են Գյումրու քաղաքապետարանին, խնդրելով հստակեցնել, թե որ գրությունն են հիմք ընդունելու, այսինքն ավականու համապատասխան անդամը իսկապես մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, դա են հիմք ընդունում, թե հիմք են ընդունում այն հաջորդ դիմումը, որի համաձայն վերջինս
այլևս չի ցանկանում մանդատից հրաժարվել ու դիմում ներկայացնել։ Դա է պատճառը, որ այս պահին տվյալ անդամի լիազորությունները որպես ավականու անդամ դադարեցված չեն, քանի որ Գյումրու քաղաքապետարանից քաղաքապետի գրությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել գրություն, որ վերջինիս լիազորությունները դադարել են։ Բայց ստացել է կարծես, հենց հիմա գրությունը այստեղ է մեզ մոտ է։ Այսինքն մեզ ցույց տվեցին գրությունը։ Կես ժամ առաջ են եկել ուղարկել գրությունը, ուղղակի մուտք չեն արել։ Բացի այդ, մեծ է դրություն։ Ես խոսում եմ այն իրավիճակի վերաբերյալ, որ այդ գրությունը դուք իմացեք եք ինչի ցուցակի հաջորդ համարին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել մանդատը։ Ես ասում եմ, այս իրավիճակը, որ եղել է այս օրերի ընթացքում, թե այս րոպեների ընթացքում ինչ գրություն ա եղել, այդ պահին ես տեղյակ չեմ, որովհետև գիտեք, լրագրողների զուգահեռ խոսում եմ։ Շատ լավ, մի բան էլ հասկանաք, Սեդա ջան, ինձ է դրություն փաստաբան Սոս Հակոբյանը ասաց, որ որևէ նոր, եթե ես ճիշտ եմ ցույցում, հիմա ինքը այստեղ է իհարկե կլրացնի, որ որևէ նորմատիվ իրավական ակտ չկա ոչ ընտրական օրենսգրքում, ոչ ՏԻՄ օրենքում, որով կարող է ավականու անդամը, որը հրաժարվում է իր մանդատից, դրանից մի քանի օր անց փոշմանել, նորից հետ վերցնել դիմում, այսինքն ասել չէ, ես նորից պահպանում եմ մանդատը։ Այդպիսի որևէ իրավական ընթացակարգ չկա։ Եթե կա, խնդրում եմ դուք դա հուշեք մեզ։ Ես իրական ձեռնպահ կմնամ իրավական ինչ-որ դրույթներ շատ մանրամասն մեկնաբանելուց, ես ասացի այն իրավիճակը, որ եղել է ու ինչի այս պահին լիազորությունները դադարած չեն ավականու համապատասխան անդամին։ Մի բան էլ, հիմա եթե մուտքը արվի, ես իհարկե ոնց հասկացավ քաղաքապետի գրությամբ մեկ անգամ արդեն լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն կազմվել է, ուղարկվել է ԿԸՀ, ճիշտ հասկացա։ Ոչ թե ԿԸՀ, այլ ընտրատարածքային, այո։ Հիմա երկրորդ դրա հիման վրա պետք է այդ օրակարգով նիստը գումարվեր։ Շատ լավ, գումարվել է, հետո փոշմանել, հետ է վերցրել։ Չէ, նիստը չի գումարվել։ Իրենք որոշել էին, որ այդ օրակարգով նիստ պետք է գումարեին, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել օրակարգը կազմվել է մեր կայքում հայտնվել է, թե չէ, որովհետև ես գիտեմ, որ պետք է այդ օրակարգով նիստ գումարել, ավականու անդամը բայց չէ